Այսօր անցկացնում ենք ԱՕ-ի կազմակերպության հերթական սեմինարը, ամեն տարի դա անցկացվում։ Ինչ է ԱՕ-ն։ ԱՕ-ն դա օստեոսինթեզի ասոցիացիան է, դա միջազգային է, դա նույն բանն է մեր վնասվածքաբանության մեջ, ինչը որ FIFA-ն ֆուտբոլի մեջ, որ պատկերացնեք։ Հսկայական հնարավորություններ է տալի ուսումնական ծրագրերը բոլոր աշխարհի վնասվածքաբանները, օրթոպեդները բարձրացնեն իրենց որակավորումը, իրենց մակարդակը։ Խնդիրը ինչումն է, Հայաստանը երկար տարիներ կտրված էր եւ միայն վերջի 9 տարի մենք ունեցել ենք հնարավորություն միանալ այն առաջատար տեխնոլոգիաների միջոցների, որը որ ամբողջ աշխարհում կիրառվում է եւ օգտագործվում է։ Այսօրվա օրով մեր բժիշկները ծանոթանում են առաջատար մեթոդների հետ, դա հնարավորություն է տալի հետ չընկնել եւ հավասար ամբողջ Եվրոպայի օրթոպեդների հետ ունենալ են ունակությունները, այն հնարավորությունները ու տիրապետել են բուժական մեթոդների, որը որ արդեն երկար տարիներ կիրառվում է։ Մեր բժիշկների համար դա հնարավորություն է բարձրացնել իրենց որակավորումը, ունենալ ՇՄԶ-ներ, որովհետև եվրոպական մակարդակի դասախոսությունները, որը որ կատարվում է Եվրոպայի առաջատար մասնագետների կողմից, հնարավորություն է դա տալի եւ մենք շատ ուրախ ենք, որ դա կարելի է անել, որ դա անցնում է մեր երկրում։ I'm Mircea Popescu, I'm from Timișoara, Romania, and I'm very pleased and honored to be here in your beautiful country and to be together with my colleagues and friends from Armenia and from Poland and Estonia. We are orthopedic surgeons, we are teachers, but first of all, we are regular human beings and we care about good and proper treatment of the fractures of the patients. We as AO faculties and AO members, we are a family and we think that the best way to improve our job to help peoples is to continue learning and teaching and learning and teaching. It's our legacy and we are proud to be here and to work with our colleagues. Այսօր իմ գործընկերների հետ մի շատ հետաքրքիր միջոցառման ենք մասնակցում, որը պարբերաբար կազմակերպվում է Հայաստանում տարբեր վնասվածքաբան թեմատիկաների վերաբերյալ։ Դա AO Foundation կուրսերն են, որոնք որ բացատրում են ընդհանրապես տարբեր վնասվածքների եւ նրանց բուժման ժամանակակից մեթոդները, նրանց հիմքերը։ Այսօրվա թեման նվիրված է կոնքի ոսկորների կոտրվածքին, որը որ շատ կարևոր թեմա է, քանի որ ունի շատ մեծ նշանակություն։ Ինքը հանդիսանում է վնասվածքաբանության մեջ կյանքին վտանգ սպառնացող ամենալուրջ վնասվածքներից մեկը։ Տևական ժամանակ Հայաստանում ինքը բավականին սահմանափակ միջոցներով ենք մենք այդ բուժումը կատարել, բայց վերջի տարիների ընթացքում արդեն մենք բավականին մեծ առաջընթաց ունենք եւ մոտենում ենք միջազգային նորմերին եւ նմանատիպ կուրսերը թույլ են տալու, որ մենք մեր բոլոր բացերը եւ թերությունները, որոնք որ ունենք, կարողանանք լրացնենք եւ միաժամանակ հասնենք այն մակարդակին, որը մեզ պետք է։